Երևանի գինու օրերը նշում է իր 10-ամյակը, այս տարի այն անցկացվելու է հունիսի 5-ից 7-ը, համախմբելով ավելի քան 250 գինեգործական ընկերություններ, որոնք էլ ներկայացնելու են ավելի քան 1000 տեսակի գինիներ։ Անցյալ տարի այստեղ եղել է մոտ 180,000 այցելուներ աշխարհի տարբեր երկրներից, եւ այս փառատոնը դարձել է ոչ միայն հայերի, այլ նաեւ արտասահմանցիների ամենասիրելի փառատոներից մեկը։ Մասնակցում ենք Երևան Wine Days-ին 2019 թվականից ի վեր եւ քանի որ 10 տարեկաններ, այսպես ասած, պարտադիր պետք է մասնակցենք եւ մեր մոտ էներգիան էլ մի փոքր տարբերվում է մնացածի տեղերից։ Բոլորիս բարի ժամանց, cheers։ Առաջին անգամ եք փառատոնին։ Չէ։ Քանի անգամ եք եկել։ 3 Ամեն տարի սպասում եք, գալիս եք։ Ահա։ Ինչ ակնկալիքներով եք եկել այս տարի։ Չգիտեմ, ո՞քի հետաքրքիր է ինչ բրեդներ կան ներկայացված։ Դուք Հայաստանից եք։ Կասեք անցած տարիների ժամանակ, որ եկել եք, ինչն է ձեզ տպավորել։ Մարդկանց աշխուժությունը, աուրան շատ լավն էր։ Գինի փորձել եք արդեն։ Չէ։ Իսկ արդեն պլանավորել եք որն եք փորձելու։ Այսօր չեմ փորձելու։ Դա չգիտեմ։ Գինու փառատոնին ամեն տարի լինում եք։ Ոչ։ Առաջին անգամն է այս տարի։ Այստեղ եմ սովորում, ուղղակի դասերից հետո շրջում ենք դեռ։ Ներկայացնում ենք Ֆրունզիկ գինիները Պրոշյանի կոնյակի գործարանից եւ անցած տարվա փորձից ելնելով հասկացանք, որ ռոզե գինին ամենաշատն է սիրվել եւ ամենաշատն է սպառվել։ Այդ պատճառով այս տարի եւս որոշեցինք մեր մասնակցությունն ունենալ եւ ինչպես տեսնում եք, դեռ նոր է սկսվել ընդհանուր փառատոնը, բայց մեզ մոտ արդեն բավականին մեծ հոսքով հաճախորդներ են գալիս։ Ֆրունզիկ գինիները շատ սիրված են ինչպես Հայաստանում, այդպես էլ ամբողջ Կովկասում եւ նույնիսկ դրա սահմաններից դուրս ընդհանուր միջև Ռուսաստան եւ Ռուսաստանի տարբեր քաղաքներ։ Սոչից եմ ժամանել գինու փառատոն։ Գինու փառատոնի համար եք եկել։ Չէ, որ ճիշտ ասեմ, բայց ինձ ստացվել, որ եկել եմ հասել եմ։ Իսկ ամեն տարի եղել եք։ Առաջին անգամ եմ եկել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։